Տիկնայք եւ պարոնայք, սիրով ողջունում ենք ձեզ Այբ դպրոցի հյուրընկալ հարկի տակ, ներկա լինելու 2025 թվականի ավարտական հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման պաշտոնական բացման համար դահլիճ ենք հրավիրում դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Տիգրան Հարությունյանին, Ռաֆի Ֆստկչյանին, Իրինա Գեյկոին, Արտավազդ Մինասյանին, Դավիթ Փախչանյանին, Լևոն Բուդաղյանին, Աշոտ Մկրտչյանին, Տիգրան Բունյաթյանին, Լիլիթ Պետրոսյանին, Եվա Արևիկյանին, Սարգիս Բադալյանի գլխավորությամբ։ Այժմ ողջունում ենք դպրոցի ուսուցչական կազմին ու տնօրենությանը։ Նրանց գլխավորում են դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, եւ տնօրենության անդամներ Աննա Ակոբյանը, Մերի Հովսեփյանը, Սիլվիա Յակոբյանը, Հայկ Պողոսյանը, Իզաբելա Մանասարյանը եւ Այբ կրթական հիմնադրամի տնօրեն Գոհար Հովանիսյանը։ Սիրով ողջունում ենք Այբի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամներ՝ Գոհար Ադամյանին, Նաիրա Խաչատրյանին, Նորայր Զորյանին, Դավիթ Ուստաբաշյանին, Քնարիկ Ջալաթյանին, Արմեն Բարսեղյանին, Հայկ Քասարջյանին, Անդրե Վարդանյանին եւ Տիգրան Մոսիկյանին, ովքեր ներկայացնում են շրջանավարտների համայնքը։ Ողջույնի ջերմ խոսքեր ենք ուղղում մեր շրջանավարտ եւ բարերար մենթորներին։ Իսկ միջոցառումը կվարենք մենք 2024 թվականի շրջանավարտներ Էլեն Ռաֆայելյանը եւ Էմիլիա Ռուստամյանը։ Միջոցառումը սկսում ենք Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Խնդրում ենք բոլորին ոտքի կանգնել։ Խնդրում ենք կանգնած մնալ նաև տերունական աղոթքի ընթացքում։
բեմ են հրավիրում այբ դպրոցի երգչախմբին Անահիտ Պապայանի ղեկավարությամբ կատարելու տերունական աղոթքը։ Այժմ բեմ են հրավիրում այբ ավագ դպրոցի տնօրեն Մերի Հովսեփյանին, այբ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Բադալյանին և այբ շրջանավարտների ակումբի նախագահ Եվա Արևիկյանին։ Սիրելի բարեկամներ, այբ դպրոցը ավարտեց ևս մեկ ուսումնական տարի։ Թույլ տվեք շնորհավորել մեր բոլոր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, այբի անձնակազմը եւ մեր ամբողջ համայնքը այս շատ կարևոր իրադարձության կապակցությամբ։ Ես որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ ցանկանում եմ մեր տեսլականը ներկայացնել ապագայի։ Առաջի հերթին որոշում է ընդունվել նոր ավագ դպրոցի մասնաշենք կառուցելու համար։ Շատ շնորհակալություն, դա իրոք շատ կարևոր իրադարձություն է մեր կյանքում։ Աշնան մոտ տարվա վերջ արդեն կոնցեպտուալ գծագրերը պատրաստ կլինեն եւ թույլ կտան մեզ արդեն ժամկետների մասին խոսել, թեև այդ նախագիծը պատրաստ կլինի։ Ճարտարապետական մասը կատարում է աշխարհահռչակ դանիական ճարտարապետական կազմակերպություն BIK-ը։ Դուք երևի տեղյակ եք, որ մոտավորապես 70%-ը մեր ավագ դպրոցի աշակերտների ֆինանսային աջակցություն են ստանում բարերարների կողմից։ Այս տարի այբ հիմնադրամը կազմակերպեց գալա ընտրիկ, որի ընթացքում մոտավորապես 40 եւ ավելի նոր բարերար մեր համայնքը ձեռք բերեց, որոնց աջակցությունը թույլ կտա ավելացնել ավագ դպրոցի ուսանողների աջակցությունը։ Նամանավանդ երբ որ այդ ուսանողների քանակը նոր շենքը պատրաստ լինելու ժամանակ նրանք կկրկնապատկվեն։ Այս տարի մենք նաև մեկնարկեցինք նպատակային դրամագլուխ ստեղծելու գործընթացը։ Դա մեզ այբին կտա երկարաժամկետ ֆինանսային ապահովություն։ Մենք կտեղադրենք ֆինանսային միջոցները, որոնք որ կարողանանք հավաքենք հուսալի ֆինանսային կազմակերպություններում եւ կօգտվենք տոկոսներից, որը տարեկան կստանանք մեր հոգերը տանելու համար։
Նաև մի ուրախալի լուր ունենք այս տարի, կարող եմ ասել, որ Դիլիջանի դպրոցը ստացել է ավագ դպրոց ստեղծելու հնարավորություն եւ կրթական ծրագիրը կլինի Արարատյան բակալավրիատը։ Սիրելի շրջանավարտներ, այսօրվանից դուք համալրում եք այդ դպրոցի շրջանավարտների համայնքը։ Այսպիսով դուք դառնում եք մեր համայնքի բաղձալի անդամներ եւ այբը միշտ ուրախ կլինի ձեզ ընդունել իր տանը։ Ես պատահականորեն չներկայացրեցի մեր ապագա ծրագրերը։ Այբը ձեր մեջ տեսնում է այն ակտիվ անդամներին, ովքեր կյանքի կկոչեն մեր ծրագրերը։ Մենք ձեր մեջ տեսնում ենք ապագա ուսուցիչների եւ վարչական աշխատողների, այբի դեսպանների եւ բարերարների։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Ձեզ բարի երթ։ Շնորհակալություն։ Երբ որոշեցինք, որ դպրոցի անունից ես եմ խոսելու, նստած մտածում էի. այս պահին դուք աշակերտ եք, թե արդեն շրջանավարտ։ Հետո որոշեցի, որ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այսօր այստեղ եք։ Ձեզնից որոշները այստեղ են արդեն 12 տարի, որոշներն էլ ընդամենը 3։ Այս տարիների ընթացքում դուք ճանաչել եք իրար, սովորել եք ընդունել տարբերությունները, գնահատել յուրահատկությունները, ընկերացել եք, դարձել հարազատներ, ամուր բռնեք իրար ձեռքեր, դրանք մարդուն ուժ և ամրություն հաղորդող ձեռքեր են։ Ձեր մեջքի հետևում միշտ զգացեք ձեր ընկերների հավաքական ուժը և աջակցությունը։ Մենք և հանգամանքները ամեն ինչ արել ենք, որ ձեզ համար այսօր այստեղ լինելը հեշտ չլիներ։ Րոպեներ անց դուք կլինեք ազատ, մեզնից։ Կգա այն երանելի և երկար սպասված պահը, երբ դպրոցը և ուսուցիչները ձեզ այլևս ոչինչ չեն պարտադրի։ Դուք կլինեք ավելի ինքնուրույն ու ազատ։ Ես գիտեմ, որ շատերդ երկար սպասել եք այս պահին։ Այս պահից սկսած ձեզ որևէ բան անելուն միակ պարտադրողը կլինեք դուք։ Ինչ կանեք, դա էլ կլինեք։ Այբ դպրոցում ձեզ ընդունելու առաջին օրվանից մենք նպատակ ունեինք ստեղծել միջավայր, որտեղ դուք իրապես կճանաչեք աշխարհը, կսովորեք դնել նպատակներ և հասնել դրանց։ Բոլոր մարդիկ էլ ինչ-որ նպատակ ունեն։ Մենք անկեղծորեն երազում ենք, որ ձեր նպատակները կլինեն արժանի, բարին կբերեն ձեզ, ձեր ծնողներին, մեզ և մեր երկրին։ Ձեր նպատակներին հասնելու ճանապարհը հաճախ կլինի դժվար, ինչպես երբեմն եղել է դժվար ձեր դպրոցական կյանքը։ Ստիպված կլինեք կայացնել որոշումներ, կունենաք կասկածներ, ինչպես բոլորս։ Հենց այդ պահին է, որ ձեզ օգնության կգա ձեր արժեքային առանցքը։ Երբեք չդավաճանեք ձեր արժեքներին։ Դա կնշանակի դավաճանել ինքներդ ձեզ։ Միևնույն ժամանակ եղեք բաց։ Միշտ քննադատորեն վերաբերվեք ինքներդ ձեզ և ձեր արարքներին։ Փորձեք հասկանալ ձեզ շրջապատող մարդկանց և աշխարհը։ Ձեր կյանքի ղեկը միշտ պահեք ձեր ձեռքում։ Թող ոչ մի մշուշ ու փոթորիկ չշեղի ձեզ։ Բարի ճանապարհ։ Սիրելի այբ համայնք, հարգելի հյուրեր, մեծ պատասխանատվություն և երջանկություն է այբ դպրոցի 13-րդ պայծառ շրջանավարտներին ուղերձղելը։ Սիրելի շրջանավարտներ, ահա և այսօր այն բաղձալի օրն է, երբ դուք ավարտում եք այբ դպրոցը, ձեր կրթական առաջին մեծ ձեռքբերումը։ Տարիներ առաջ դուք սրտի թրթիռով սպասել եք այբ դպրոց ընդունելության սպասված լուրին, մեծ ջանք եք գործադրել, հաղթահարել բազում մարտահրավերներ, ունեցել բազում երջանիկ օրեր և այսօր արժանացել եք այստեղ գտնվելուն։
ճիշտ 10 տարի առաջ մեր սերնդի ավարտական հանդիսություններ։ Եվ հետ նայելով այս տարիներին, այբը մեր հաջողության ճանապարհի եւ ձեռքբերումների հիմնասյուներից է։ Մեր ներկայիս հաջողությունների եւ ձեռքբերումների շարունակականության մեջ այբի դերը շրջադարձային է։ Սիրելի շրջանավարտներ, մենք ունենք մեր ուրույն առաքելությունը, այն է փայփայել հոգ տանել այբ համայնքի մասին անկախ մեր կյանքի փուլերից եւ մեր ներդրումն ունենալ սերունդների հաջողության ճանապարհում, լինել այբի արժեքների շարունակական կրողն ու տարածողը, այբը ամրոցի պես անսասան պահել, այբը հարատև եւ ուժեղ է մեզանով, մենք այբով։ Այբի տերն այն մարդիկ են, ովքեր կամավոր ստանձնել են հոգատար եւ պատասխանատու լինելու առաքելությունը, եւ մեր շրջանավարտներից դերը շատ կարեւոր է։ Օրինակ, դպրոցը մեզ շատ հնարավորություններ կտա, որպեսզի մենք ցուցաբերենք մեր հոգատարությունն ու պատասխանատվությունը։ Օրինակ, դպրոցի շրջանավարտների համայնքն ունի ներկայացվածություն դպրոցի հոգաբարձության խորհրդում, ընդունելության հանձնաժողովներում, կրթական գործընթացներում, ֆոնդահայթայթման միջոցառումներում։ Սիրելի շրջանավարտներ, սա միայն մի մասն է, որպես համայնք միասին դեռ շատ անելիքներ ունենք անելու։ Այսպիսով, մեր շրջանավարտներից տրված են բոլոր հնարավորությունները, որպեսզի հստակ եւ գործուն քայլերով լինենք շնորհակալ եւ մենք որպես շրջանավարտների համայնք ել ավելի կայանանք։ Ձեր կյանքի ուղիներում դուք շատ առիթներ կունենաք հիշելու այբում անցած ճանապարհը, սկզբունքները, մոտեցումները։ Այբը մշտապես լինելու է ձեր հենանիշը, ձեզ ուղղորդողը, ձեր կյանքի շարունակական ուղեկցողը ձեր ընտրած ցանկացած ճանապարհին եւ ձեզ թևեր տվողը ձեր ներուժին շարունակական հավատացողը։ Դուք կմիանաք մեր մեծ ընտանիքին եւ արդեն հաշված րոպեներ անց մենք կսկսենք մեր համատեղ ճանապարհը, որը շատ եմ նմանեցնում արշավագնացության հետ։ Վստահաբար շատ լավ մարզավիճակում եք, քանի որ այբն այս տարիների ընթացքում ձեզ պատրաստել է շատ տարբեր ճամփորդությունների համար։ Արշավագնացությունը մարտահրավեր է, լի խոչընդոտներով, երջանիկ պահերով, հաղթարելուց հետո ինքնաբավության զգացումով եւ միասին տոնելու գեղեցկությամբ։ Որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին, ակնկալվում է հավատարիմ մնալ այբի արժեքներին եւ սկզբունքներին, լինել կամային եւ լավատես, համառ պայքար մղել մարտահրավերները հաղթահարելու համար, ցկյանս սովորել, բաց լինել նոր հնարավորությունների առջև, չհամակերպվել միջակության որևէ դրսևորման հետ, նկատել շրջապատող գեղեցիկը, լինել շնորհակալ, թեև եւ թիկունք լինել, համայնքի մասին հոգ տանել։ Եվ հաղթարելով մեր առջև դրված նպատակները, նշաձողը շարունակապես բարձր տանել։ Եվ անկախ մեր կյանքի որ փուլում էլ որ լինենք, միշտ հիշենք, որ սովորելու եւ կատարելագործելու տեղ շատ ունենք։ Սիրելի շրջանավարտներ, թող որ ձեր ձեռքբերումները երջանկացնեն ձեզ եւ ապագայում շատերի հաջողության ճանապարհի սկիզբը դառնան։ Բարի երթ։ Մեկ անգամ էլ ուզում եմ կրկնել, որ սիրելի շրջանավարտներ, իմացեք, միշտ դպրոցի դռները ձեզ համար բաց են։ Միշտ։ Այսօրվա ավարտական հանդիսությանը հպարտությամբ բեմ ենք հրավիրում Ջալաթյանների ընտանիքի 3 քույրերին՝ Քնարիկին, Տաթևիկին եւ Աստղիկին։ Նրանք այբ դպրոցի տարբեր սերունդների շրջանավարտներ են, որոնք իրենց ուղին շարունակել են լավագույն բուհերում, Հայաստանում եւ արտերկրում։ Այսօր նրանք բացառիկ առաքելությամբ են այստեղ, իրենց ուղերձը հղելու այս տարվա շրջանավարտներին։ Սա մեր համայնքի համար պատմական ու խորհրդանշական պահ է, երբ արդեն կայացած շրջանավարտները կանգնում են բեմում, որպեսզի խոսեն իրենց կրտսեր ընկերների հետ, որպես փորձառու ուղեկիցներ ու ներշնչող օրինակներ։ Տաթևիկ Ջալաթյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության բակալավր, Օքսֆորդի համալսարանի գենոմային բժշկության մագիստրոս։ Աստղիկ Ջալաթյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի բակալավր, այժմ տնտեսագիտության մագիստրատուրայի ուսանող։
Քնարիկ Ջալաթյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի բակալավր, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոս։ Քնարիկի ելույթը կտեսնենք տեսաուղերձով։ Սիրելի համայնք, սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, բարերարներ, ողջույն բոլորիդ։ Երեխեք բարև ձեզ։ Չգիտեմ դուք լարված եք թե չէ, բայց մենք շատ լարված ենք։ Ես Ջալաթյան 3 քույրիկներից ամենափոքրն եմ, Աստղիկը։ Մենք 3 քույրերս էլ 3-ական տարի ենք սովորել այբում։ Ու քանի որ 3 թիվը քրիստոնեական խորհրդաբանություն նաև ունի, որոշեցինք, որ մեր ելույթը եւ խոսքը հենց կկառուցենք այդ 3 թվի շուրջ, 3 թվի վրա հիմնվելով եւ 3 բևեռ ունեցող ուղենիշների վրա կառուցելով։ Օրինակ, անցյալի, ներկայի ու ապագայի, ճանապարհի, պայքարի ու վերադարձի եւ իհարկե հույսի, հավատի ու սիրո։ Սկսենք անցյալից, հույսից ու ճանապարհից։ Ես տարիքով ամենաշատն եմ ձեզ մոտ, ամենամոտն եմ ձեզ տարիքով ու ինձ մոտ դեռ թարմ են մեր ավարտականի մասին հիշողությունները, երբ մեր սերնդի ճանապարհն էր սկսվում։ Բայց ինչպես գիտեք, մենք 2020 թվականի շրջանավարտներս սերունդս այդպես էլ այս ֆորմատով ավարտական չունեցանք։ Այդ ժամանակ մեզ թվում էր, որ աշխարհում կատարված համաճարակի ու առհասարակ ամենակարևոր բան ու այդ համաճարակի ամենաանարդար հարվածը հենց մեր սերնդին էր հասել ու հենց մեր ավարտական հանդիսության չեղարկումն էր։ Բայց հետո գալու էր պատերազմը, զոհվելու էր մեր սերնդակից ու մեր ընկեր Լևոնը, ապրելու ենք հայրենիքի ու հույսի կորստի օրեր։ Այս օրերին մեր սերնդում անցյալի հանդեպ վերաբերմունքը շատ արագ փոխվեց։ Ամեն մեկս մեր ներսում մտանք անընդհատ պայքարի մեջ, անընդհատ պայքարի մի փուլ հույսի ու հուսահատության միջև։ Եվ հաճախ հույսը ներսում ճանապարհով առաջ քայլելու փոխարեն երբեմն քայլում ենք դեպի անցյալ, երբ չենք կարողանում առերեսվել իրականության ու խնդիրների հետ։ Վերադառնում էինք անցյալ ու երբեմն էլ մոլորվում ճանապարհին։ Կարելի է անվերջ իրականում մեղադրել հանգամանքներին, անցյալին եւ անարդարությանը, բայց դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Մեր առաջ եղած օրինակը համայնքի տեսքով, մեր ավակ ընկերների, մեր մենթորների, իմ քույրերի տեսքով մեր սերնդի համար գծեց մի նոր ճանապարհ, մի ուրիշ ճանապարհ։ Այդ ճանապարհը իրար չկորցնելն է, ու մեկս մյուսի համար հույս դառնալը։ Պատերազմից հետո մենք մտերմացանք Լևոնի ընտանիքի հետ։ Մենք իրենց մոտ Ստեփանակերտ էինք հյուր գնում, իրենք մեզ մոտ Երևան էին հյուր գալիս։ Մեր ու Լևոնենց տան հավաքները իսկական այբական համայնքների հավաքների էին վերածվել, ընտանիքներով ու ընկերներով, այբեցիներով։ Պատերազմից հետո Լևոնի 2 եղբայրները ընդունվեցին այբ։ 2022-ին ծնվեց իրենց փոքրիկ քույրիկը, Աստղիկը։ Ու այս պատմությունը դարձավ պատմություն հույսի մասին։ Ինչի համար եմ սա ձեզ պատմում։ Դուք, մենք ու բոլորս միշտ կարող ենք ունենալ ամենատարբեր ապագաները, ամենատարբեր երկրներում ու ամենատարբեր մասնագիտություններում։ Բայց մենք կիսում ենք նույն անցյալը, նույն պատերի ներքո, նույն անուններով լի ու ամենակարևորը նույն արժեքներն ենք կրում։ Ձեզնից մեկը գուցե իր ճանապարհը հիմա սկսի միանգամից հեռանալով, մյուսը անդադար վերադառնալով։ Բայց կարևորն այն է, որ ձեզ ու մեզ իրար կապող ոսկյա թելերը երբեք չկորցնենք։ Դուք երբեք չգիտեք, թե ձեր կյանքում երբ կգա անարդարության ու հուսահատության հետ առերեսվելու ժամանակը։ Այն կլինի համընդհանուր մեր բոլորի համար, թե ձեր անձնականը, բայց իմացեք, որ մեր ընդհանուր անցյալը մեզ իրար համար դարձնում է ամուր թիկունք։ Այդ ամենին առերեսվելու ու ամենակարևորը ինքներս մեզ չկորցնելու ու հույսը չկորցնելու համար։ Մեր մեծ քույրը Քնարիկը ամեն անգամ, երբ այբեցիներից մեկին տեսնում է, միշտ հարցնում է՝ ուր հասար, հիմա ուր հասար։ Դուք ունեք լավագույն գիտելիք, լավագույն հմտություններն ու պատրաստվածությունը աշխարհում բոլոր հնարավոր բարձունքներին հասնելու համար։ Բայց միշտ հիշեք, որ այդ ճանապարհը մենակ չեք քայլելու։ Այս դահլիճի բոլոր մարդիկ, նույնիսկ եթե դուք շատ ուզեք, երբեք ձեզ մենակ չեն թողնելու։ Ու ամենաառաջինը դա անելու են հենց ձեր կողքին նստած մարդիկ, ձեր ընկերները։ Ինձ թվում է պատահական չի, որ մեր 3 քույրերի ամենամտերիմ ընկերները, ովքեր մինչ օրս այս ճանապարհը մեր հետ քայլում են, հենց IB մեր սերնդակիցներն են։ Ու դուք այստեղից եք ձեր լավագույն ընկերները ու ճանապարհի լավագույն ընկերները ձեռք բերելու։ Նրանք ձեր հետ միշտ քայլելու են, երբեք մի կորցրեք իրար։
ու այդ բարձունքներին աշխարհի հասնելու հենց այս մոտեցումը իմանալ, թե ձեզնից որ մեկը ուր հասավ, տեղյակ լինել իրարից ու կիսել այդ ճանապարհը ու դառնալ ամենակարևորը այդ հույսը իրար համար, որը ձեզնից աշխարհում իրականում ամեն օր փորձելու են խլել։ Ասում են, թե մեր սերունդը ամենից ակտիվն է համայնքային միջոցառումներում ու շրջանավարտների ակումբում։ Մեր ճանապարհը իրականում միշտ մեզ հետ է բերում դպրոց։ Ես կարծում եմ, որ պատերազմը, կորուստներ ու հարասարակ ամեն ինչ բոլորս ապրեցինք, մեզ սովորեցրեց, թե ինչքան հզոր հենարան է մեր համայնքը, այբի համայնքը։ Եվ հիմա մենք գալու ենք նաև ձեզ համար հենարան դառնալու ու ձեզնից սովորելու։ Սա ձեր հաջողության ճանապարհի սկիզբն է։ Այստեղից սկսվում է ձեր հետաքրքիր, վստահ եմ արկածներով ու հաջողություններով լի կյանքը։ Հիշեք այս կետը ու անպայման վերադարձեք, երբ կարիք ունենաք օգնություն խնդրելու ու մյուսին օգնելու։ Մենք միշտ այստեղ սպասում ենք ձեզ։ Ես Տաթևիկն եմ, միջնեկը։ Ինձ գուցե հիշեք այբի հոլովակներից, որտեղ պատմում եմ մեր երեքի ստացած անգնահատելի աջակցության, դպրոցի տված գիտելիքի եւ դրա շնորհիվ Օքսֆորդ հասնելու եւ վերադառնալու մասին։ Ես ձեզ կպատմեմ ներկայի, պայքարի եւ հավատի մասին։ Ու եթե թույլ կտաք, մի քանի խորհուրդ կտամ ձեզ։ Վստահ եմ, որ մեծ մասդ արդեն ունեք նախընտրած բուհեր, մասնագիտություններ կամ ազատ տարի վերցնելու եւ մի նոր հետաքրքիր բանով զբաղվելու գաղափար։ Վստահ եմ նաև, որ ոգևորված եք ձեր ծրագրերով եւ չեք համբերում, թե երբեք մեկը մյուսի հետևից գրավելու մասնագիտական եւ անձնական բազմաթիվ գագաթներ։ Երբ 2018 թվականին ես ձեր տեղում էի, հիշում եմ, որ մի կողմից լցված էի ապագայի հանդեպ մեծ անորոշությամբ եւ մյուս կողմից մեծ ինքնավստահությամբ։ Կար ժամանակ էր պետք, որ հասկանայի, որ երկուսն էլ սխալ մոտեցումներ էին։ Անորոշության մասին։ Այն անհետանում է այն պահին, երբ անում եք առաջին քայլը, երբ ցուցաբերում եք նախաձեռնողականություն։ Երբ պետք է լրացնեի Օքսֆորդի դիմելու հայտը, չէի պատկերացնում, թե ինչ եմ անում։ Իսկապես չէի հասկանում, ինչքանով է ինձ հասանելի ավելի քան 900 ամյա այդ համալսարանը, որը լավագույններից է աշխարհում։ Ի վերջո դա իմ տեղն էր, կդիմանայի մրցակցությանը։ Եթե խրվեի այս հարցերի եւ պատասխանների մեջ, երևի երբեք չլրացնեի այդ դիմումը։ Այստեղ բանաձևը մեկն է։ Առաջին քայլը արա եւ ճանապարհը կբացվի։ Սա այն խորհուրդն է, որ ուզում եմ ձեզ տալ հենց այս պահի, ներկայի համար։ Դուք ինչպես եւ ես, երբ նստած էի ձեր տեղում, ձեր մեջ մի յուրահատուկ բան ունեք, բայց այդ բանի սահմանները չգիտեք։ Մի գաղտնիք ասեմ, այդ բանը դեռ անսահման է, եւ այդ սահմանները հենց դուք եք գծելու ձեր համարձակությամբ եւ երազանքներով։ Ով, եթե ոչ դուք։ Ինքնավստահության մասին։ Ամերիկյան համալսարանում առաջին շաբաթները ինձ համար շատ թեթև էին։ Արարատյան բակալավրատի խորացված դասընթացներից եւ IB լեցուն առօրյայից հետո ինձ համալսարանական կյանքը խաղուպար էր թվում։ Չխաբնվեք։ Ինքնավստահությունը լավ է, երբ այն չի ծուլացնում։ Համալսարանական կյանքի կարևոր հատկանիշներից մեկը հենց ինքնուրույնությունն է։ Այլևս ոչ ոք սրտացավորեն ձեզ չի ստիպելու բոլոր դասերին ներկայանալ։ Ոչ ոք ծնողական անհանգստությամբ ձեզ չի հորդորելու լավ սովորել կամ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել, համ առողջ սնվել, համ կարդալ եւ զարգանալ։ Այս ամենն այլևս ձեր պատասխանատվությունն է։ Դա լավ է, քանի որ դա պատրաստում է ձեզ մեծ կյանքին։ Բայց թույլ մի տվեք, որ հեշտ հաջողությունը ձեզ ծուլացնի։ Ընդհակառակը, մարտահրավերների թեթևության դեպքում թեթևությունը ձեզ պատճառ դարձրեք նորերը փնտրելու, ավելի բարձր, ավելի դժվար։ Ու կտեսնեք, թե ինչ հետաքրքիր կյանք եք ապրում։ Անդադար սովորեք, սա ամենակարևորն է, որ սովորել ենք այբում։ Մեր տանը սա ընդունված բան է։ Քնարիկն այս տարի կրկին ընդունվեց մագիստրատուրա։ Արդեն Լոնդոնում։ Ես փնտրում եմ դոկտորական ծրագրեր, Աստղիկը շուտով կավարտի մագիստրատուրան։ Անդադար կրթությունը ժամանակի կորուստ չէ։ Այն ինքդ քեզ լավագույն մարզավիճակում պահելու, կարգապահությունը եւ հետաքրքրասիրությունը չկորցնելու լավագույն ձևն է։ Նայեք ձեր շուրջը ու կտեսնեք մարդկանց, ընկեր Մերիին, Տիկին Անահիտին, Արամին, Աննային, ովքեր մեզ համար օր ու գիշեր աշխատելուն զուգահեռ նաեւ սովորում էին։ Ու օրինակ վերցրեք նրանցից։ Պայքարելու մասին։
Մենք մտածում ենք, որ երազանքներին ու նպատակներին հասնելուց հետո պայքարն ավարտվում է։ Սա ամենամեծ մոլորությունն է։ Պայքարը երբեք չի ավարտվում։ Մենք պետք է սովորենք ապրել պայքարելով եւ փնտրել երջանկություն պայքարելու մեջ։ Երբ հասա Օքսֆորդ, թվում էր, թե ընկել եմ իրական Հոգվարթս եւ սկսվելու է հիմա մի հեքիաթային պատմություն։ Իրականությունը սակայն այն է, որ ինչքան բարձրացնում ես նշաձողը, այնքան մեծանում է պատասխանատվությունը եւ մեծանում է ճնշումը։ Սա սակայն պատճառ չէ ցածր նշաձողով ապրելու։ Ընդհակառակը, սա լավագույն կյանքն է մեծ պայքարի, մեծ նպատակների ու մեծ երազանքների համար։ Իսկ մեծ երազանքները չեն կարող լինել միայն անձնական։ Երբ ստացա գերազանցության դիպլոմը եւ Օքսֆորդում աշխատելու առաջարկ, դա իմ անձնական հաղթանակը չէր։ Դա իմ որպես IB շրջանավարտի հաղթանակն էր։ Դա իմ որպես մի փոքրիկ հրաշալի Հայաստանից Օքսֆորդ հասած մարդու հաղթանակն էր։ Դա նաև իմ մենթորների եւ ավագ ընկերների հաղթանակն էր, քանի որ ես լիովին պատրաստ էի այդ մարտահրավերներին նաև հենց իրենց շնորհիվ։ Մեկնելուց առաջ հանդիպել էինք Տեր Մեսրոպի հետ։ Ու նա ինձ աղոթագիրք էր նվիրել եւ կապել էր Տերնշանի հետ Լոնդոնում։ Կդիմանա ես այդ մարտահրավերներին եւ մրցակցությանը առանց հավատքի։ Չեմ կարծում։ Հաջողության հասնելու համար պետք է իմաստ։ Սովորել կարողանալու համար պետք է խոնարհություն։ Կարևորը երկրորդականից զատելու համար պետք է տոկունություն։ Այս ամենը հավատի մասին է, առանց դրա անհնար է։ Այնպես որ երազեք մեծ, պայքարեք ձեր երազանքների համար հենց հիմա ներկա պահին։ Գծեք ձեր երազանքների սահմանները մեծ եւ երբեք մի սահմանափակվեք անձնական երազանքներով։ Ու ամենակարևորը հավատացեք։ Սա է գաղտնի բաղադրիչը։ Առանց սրա կարող է լինել ամեն ինչ, բայց չի լինի իմաստ։ Ես քնարիկն եմ, Ջալեցյան քույրերից մեծը։ Եվ եզրափակելով 3 եռանկյունիները ես ձեզ կպատմեմ սիրո, ապագայի ու վերադարձի մասին։ IB պատմությունը սիրո պատմություն է։ 8 ընկերների մեծ եւ անպայման սիրո առ իրենց հայրենիքը, իրենց համայնքը եւ մեզ։ Այս պատմությունը դուք գիտեք։ IB նաեւ վերադարձի պատմություն է։ Այս պատմության հերոսները սկսելով իրենց ճանապարհը ֆիզմատ դպրոցից հասել են դեպի լավագույն համալսարաններ, մեծ բարձունքների եւ վերադարձել են։ Արարելու մի բան, որը հարյուրամյակների համար է։ IB պատմությունը նաև ապագայի պատմություն է։ Պայծառ մարդկանց մի ամբողջ համայնք օր ու գիշեր անում է ամեն ինչ, որպեսզի մենք Հայաստանի ապագա սերունդս պատրաստ լինենք այդ ապագային։ Եվ անում է դա ապագայակենտրոն գործիքակազմով, երբեմն անգամ ժամանակից առաջ ընկած։ Բորխեսը համաշխարհային գրականության սյուժեները բաժանում է 4 հիմնական սյուժեի, որոնցից մեկը վերադարձն է։ Այս սյուժեի գլխավոր հերոսը հեռանում է տնից, պտտվում է ամբողջ աշխարհում, եւ երբ գալիս է ժամանակը վերադառնալու, կամ ինքն է փոխված լինում, կամ տունը։ Այս պատմությունը ինքնության փնտրտուքի եւ կորուստի մասին է։ Մենք հեռացանք IB-ից 2016 թվականին։ Պտտվեցինք աշխարհով, կորեցինք, գտանք իրար, եւ երբ վերադարձանք դպրոց, տեսանք, որ դպրոցը նույնն է։ Իր արժեքներով, սկզբունքներով, գույներով, բայց նաեւ տարբեր էր։ Ավելի մեծ, ավելի առաջադեմ, ավելի զարգացած։ Այնպես որ մեր դպրոցը մեզ համար շատ բարձր նշաձող է սահմանել։ Ամեն անգամ վերադառնալիս այն մեկ քայլ առաջ տեսնելով, ինքներս պարտավորված ենք անդադար աճել, զարգանալ, առաջ գնալ, որպեսզի ամեն վերադարձին ընդհանուր խոսելու բան ունենանք։ Մեկ այլ վերադարձի պատմություն է Ռուբեն Վարդանյանի պատմությունը։ Ուզում եմ այսօր անպայման հիշենք իրեն։ Մարդու, ով հասավ ամենամեծ բարձունքներին եւ վերադարձավ, որովհետեւ սիրում էր, հավատում էր եւ որովհետեւ որոշեց հույս դառնալ մարդկանց համար։ Վերջերս իր մասին մի գիրք էի կարդում եւ ուզում եմ այնտեղից ստացած մի միտք փոխանցել ձեզ։ Մեր լեռներից այն կողմ մեծ աշխարհ կա։ Այսօր մենք անդադար կանգնած ենք արհեստական երկընտրանքի առաջ, կամ շարունակ փակվելու, կամ անհայրենիք ու անարմատ հեռուների։ Սա կեղծ երկընտրանք է։ Հիշեք, որ մեր շուրջը կան մարդիկ, ովքեր բաց ու համարձակ են աշխարհի առաջ, ովքեր չեն վախենում բացահայտելու աշխարհը, մրցակցելու, բայց նաև երբ գալիս է պահը վերադառնալու, երբեք չեն վարանում։ Մենք իսկապես բախտավոր ենք, որ այսպիսի մարդկանց շրջապատում ենք կրթություն ստացել։ Եկեք չվախենանք, չփակվենք, բացահայտենք աշխարհը, բայց նաև չվարանենք վերադառնալ, ինչպես այն մարդիկ, ում շրջապատում մենք կրթություն ենք ստացել։ Ես հիշում եմ, երբ եկա այբ հարցազրույցի համար։ Դրանից հետո իմ կյանքում շատ հարցազրույցներ են եղել, բայց այս մեկը երբեք չեմ մոռանա։
Արամը ինձ հարցրեց, թե ինչ եմ սիրում անել, եւ ես սկսեցի թվարկել այն առարկաները, որոնք ինձ մոտ լավ են ստացվում։ Արամը հստակեցրեց հարցը. ոչ թե ինչ է ինձ մոտ ստացվում անել, այլ ինչ եմ սիրում անել։ Եվ ես ստացա իմ կյանքի լավագույն խորհուրդներից մեկը։ Կատարիր ընտրություն հիմնվելով սիրո վրա։ Հակառակ դեպքում քեզ մոտ շատ բան կարող է ստացվել կյանքում եւ կխառնվես ու չես կարողանա որոշում կայացնել։ Ես իհարկե այդ խորհրդին չհետևեցի եւ եկա այն եզրահանգմանը, որ այն ճիշտ էր միայն մեկ անգամ սխալվելուց հետո։ Սխալվելը սակայն հիանալի փորձառություն է, հատկապես երբ ունես ապահով միջավայր սխալվելու համար։ Այժմ ես ուրախ եմ, որ գտել եմ իմ առաքելությունը եւ հետաքրքրությունը հիմնված սիրո վրա։ Զբաղվում եմ նրանով, ինչ սիրում եմ եւ կարող եմ ասել, որ առանց սիրո եւ այդ հետաքրքրության ոչինչ իմաստ չունի։ Այնպես որ մի վախեցեք սխալվել։ Ուզում եմ ասել, որ եթե հիմա կողմնորոշված չեք, դա մեծ խնդիր չէ։ Կարևորը որ չվախենաք սխալվելուց եւ կարևորը որ ընտրություն կայացնեք հիմնված սիրո վրա, որովհետեւ սիրո վրա հիմնված ընտրությունները ձեզ հաստատ ինչ-որ մի լավ տեղ կտանեն, անգամ եթե այդ տեղը այն չէ, ինչ նախապես պլանավորել էիք։ Ձեզնից յուրաքանչյուրը հիմա գնալու է դեպի ապագա, կյանքի իմաստներ եւ ինքներդ ձեզ փնտրելու։ Երբեմն սխալվելու եք, երբեմն հաջողելու եք, մեկ-մեկ հեշտ, մեկ-մեկ դժվար։ Այդ ճանապարհին հանդիպելու եք նաեւ մեզ, ավելի ավագ շրջանավարտներից, քանի որ մենք նույնպես այդ փնտրտուքի մեջ ենք։ Մենք բոլորս ճշմարտության անverջ որոնողներ ենք։ Մեր կրթությունը մեզ այդպիսին է դարձրել։ Եվ սա լավագույն զենքն է, որ կարող ենք ունենալ հետ ճշմարտություն կոչվող այս ժամանակաշրջանում։ Եվ որպես մեր երեքից մեծը, ձեզ ուզում եմ մի քանի խորհուրդ տալ հենց ապագայի համար։ Սա նաև Տաթևիկին ու Աստղիկին եմ ասում։ Լցրեք ձեր կյանքը եւ դատարկ տեղ մի թողեք։ Լցրեք այն ինքներդ որոշեք ինչով՝ գիտությամբ, անverջ կրթությամբ, ճանապարհորդություններով, սիրով, արկածներով, սակայն դատարկության տեղ մի թողեք։ Քանի որ ինչպես Տեր Մեսրոպն է ասում, որևէ տեղ երբեք դատարկ չի մնում։ Եթե մի բան չլցնեք ճշմարտությամբ, այն կլցվի դրա հակառակով։ Չլցնեք լույսով, կլցվի խավարով։ Այնպես որ ոչինչ չանելը եւս ընտրություն է, եւ սխալ ընտրություն։ Այն գիտելիքը, որ դուք ստացել եք մեր սիրելի դպրոցում, առաջին հերթին պատասխանատվություն է։ Ինտելեկտուալ, կրթված, 8 կախարդական արժեքները կրող մարդու պատասխանատվություն։ Դարձեք այն հույսը, որը կորցրել է դիմացինը։ Տվեք դիմացինին հավատ ձեր օրինակով։ Կյանքում գոնե մի բան, մի մարդու կամ մի երազանք սիրեք անպայման ու անմնացորդ։ Եվ արդյունքը կլինի նույնքան պայծառ, որքան դուք եք։ Քանի որ ձեր պայծառ աչքերը ձեզ տրված անմնացորդ եւ անպայման սիրո արդյունք են։ Ձեր ծնողների, ձեր ուսուցիչների, այբ համայնքի նվիրյալ անդամների անպայման սիրո, հույսի ու հավատի։ Գուցե սխալ եմ ասում, բայց այս բանաձևն ինձ օգնում է հնարավորինս չկորել հետ ճշմարտության այս ժամանակներում։ Իսկ երբ կորում եմ կամ կորցնում եմ ներքին կողմնացույցս, վերադառնում եմ դպրոց։ Այս անգամ արդեն ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ առավելապես տալու համար։ Եվ տալուց ստանում եմ ավելին։ Ինչպես Արիոս արքան մուլտֆիլմում Մուֆասայի հոգին է ամպերի միջից Սիմբային ասում. «Հիշիր թե ով ես», այնպես ամեն անգամ այբի ամեն անկյուն ինձ է ասում վերադառնալիս։ Ամեն անգամ դպրոց գալիս հիշեք, որ ձեզ հավատում է մի ամբողջ համայնք, եւ որ ինչպես Դավիթն է ասում, դուք այդ համայնքի միակ հավերժ կոչման կրողն եք, այլևս շրջանավարտ եք։ Այնպես որ բացվեք, հետաքրքրասիրությամբ բացահայտեք աշխարհը եւ ինքներդ ձեզ։ Եվ մի մոռացեք վերադառնալ, հիշելու թե դուք ով եք։ Իսկ դուք շատ լավն եք։ Իսկ այժմ բեմ ենք հրավիրում 2024 թվականի IB տարվա շրջանավարտներ Սյուզաննա Խալաթյանին, եւ Տիգրան Մոսիկյանին։ Ովքեր տարվա խորհրդանիշները կփոխանցեն 2025 թվականի IB տարվա շրջանավարտներ Անդրանիկ Իսոյանին, եւ Էլեն Նուրիջանյանին։ Տարվա շրջանավարտներն ընտրվում են դպրոցի ուսուցիչների եւ աշխատակիցների կողմից, փակ քվեարկությամբ։ Քանի որ աշակերտներին ամենալավը ճանաչում են հենց ուսուցիչներն ու աշակերտների հետ շփված աշխատակազմը, հետեւաբար նրանք էլ կարող են վկայել աշակերտների արժանինքների մասին։ Սիրելի 13-րդ սերունդ, անչափ ուրախ ենք ձեզ այսօր այս դահլիճում տեսնելու, քանի որ դա հուշում է այն մասին, որ դուք հաղթարել եք այբական կյանքում ձեզ բաժին հասած բոլոր փորձությունները եւ այժմ պատրաստ եք կրելու այբ ավագ դպրոցի շրջանավարտի կոչումը։ Անշուշտ այդ ճանապարհին ձեզ նեցուկ են եղել ձեր ուսուցիչները, այբ համայնքի անդամները,
Աշխատակիցները եւ իհարկե ձեր ընկերներն ու ծնողները։ Ինքներս այստեղ անցած տարի կանգնած լինելով քաջ գիտակցում ենք, թե որքան հուզված եք եւ որքան հավանաբար ունեք դեռ կասկածներ եւ վախեր ապագայի նկատմամբ, բազում անպատասխան հարցեր։ Բայց այս ճանապարհը շարունակականության ու անընդհատ բարելավման մասին է, սխալներ անելու, դրանցից դասեր քաղելու եւ միևնույն է, մշտապես դեպի լավը հավատ ունենալով առաջ գնալու։ Վստահաբար դպրոցը լքելուց հետո լինելու են պահեր, երբ իրապես հավատալու եք, որ միայնակ եք մնացել։ Սակայն ցանկանում եմ, որ այդ պահին հիշեք այբական համայնքին պատկանելու մասին։ Չնայած նրան, որ համայնքը վերացական ու հեռավոր հասկացություն կարող է թվալ, վստահեցնում եմ, սեփական փորձից ելնելով կարող եմ ասել, որ կարողացա մասնակցել այբական միջոցառման եւ հանդիպել այբի շրջանավարտներին նույնիսկ հեռավոր ԱՄՆ-ում։ Եվ հիշեք, որ ցանկացած պարագայում այս համայնքի անդամները պատրաստ կլինեն ձեզ աջակցելու եւ դժվար պահերին ձեր կողքին լինելու։ Այսօր դուք կստանաք նաև IB շրջանավարտի խորհրդանշական կախազարդերը, որոնք ասես ունեն սահմաններ չճանաչող մագնիսական ուժ եւ մեզ կրկին ու կրկին ստիպում են վերադառնալ դպրոց։ Կցանկանայիք, որ այդ կախազարդը ամեն անգամ կրելիս հիշեիք ու գնահատեիք այն բոլոր հնարավորությունները, որոնք IB-ը տրամադրել է ձեզ։ Վերապրեիք նախաճաշի ժամանակ ճաշարանի դիմաց շուրջպար բռնելը եւ հիշեիք հայկական ինքնության այն մասը, որը արմատացավ այս ամադույթների արդյունքում։ Փայփայեք այդ ամադույթները, հիշեք ազգայինը եւ եղեք եռագույն։ Թող այն լինի արագաստ կյանքի փոթորիկներին դիմակայելու համար։ Գիտակցում ենք, թե որքան հուզված եւ ոգևորված եք, եւ որ ամենայն հավանականությամբ չեք հիշելու մեր ուղերձը։ Բայց կցանկանայիք, որ հիշեք, ցանկացած ավարտ մի նոր սկիզբ է, ու ամեն ինչ դեռ առջևում է։ Բարի երթ։ Ողջույն սիրելի այբ հայմայնք։ Այսօր մենք կանգնած ենք այն վայրում, որն ամփոփում է մեր այբական կյանքի 3 անմոռանալի տարիների թե սկիզբը, եւ տարբեր մարդկանցով լի այս մարզադահլիճում հանձնում էինք ընդունելության քննություններ, եւ թե ավարտը, դպրոցին հրաժեշտ տալու եւ ավարտական վկայականները ստանալու հիշարժան դրվագը։ Այբում ամեն ինչ սկսվում էր հարցերից. «Բարև, արտաքին ես, որտեղից ես եկել, սպասման ցուցակից ես» եւ իհարկե մինչեւ այդ քննական հարցեր եւ հարցազրույց հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։ Ուսանելու ընթացքում էլ ինչուները պակաս չեն եղել մեր կյանքում։ Կարելի է ասել, որ այբում ես սկսում առաջին անգամ մտածել այն մասին, թե ով ես դու իրականում։ Այստեղ ես շարժվում ինքնաճանաչման եւ ինքնաարտահայտման շավիղով։ Այստեղ սկսում ես տեսնել ինքդ քեզ ոչ թե այնպիսին, ինչպիսին թվում ես դու ուրիշներին, այլ ինչպիսին երբեք չես պատկերացրել քեզ կամ չես նկատել, որ այդպիսին ես։ Հիմա մտածեք մի պահ, ինչպիսին էիք 3 տարի առաջ, իսկ հիմա ինչ է փոխվել ձեր ներսում։ Ավարտի սկիզբ արտահայտությունը չափազանց պարադոքսալ է ինձ համար։ Այսօրվանից այլ կյանք է սկսվում։ Շատերն այս պահը անվանում են վերջ, բայց իրականում այն նոր սկիզբ է։ Մի սկիզբ, որն այլևս չի սահմանափակվում դպրոցով, դասաժամերով կամ ստուգողականներով, բայց մեզ հետ մնում է ամենակարևորը՝ արժեքները, որոնք չենք սովորել դասագրքերից, այլ սովորել ենք մարդկանցից, ուսուցիչներից, ընկերոջից, հիասթափություններից կամ էլ հաղթանակի ուրախությունից։ Այբը տվեց մեզ ոչ միայն գիտելիք, այլև ներքին մղում, արժանավայել ապրելու համար արժեքներ եւ դասեր։ Այբը մեզ սովորեցրեց գնահատել հարցերը նույնքան, որքան պատասխանները, ու նաև սովորեցրեց, որ իսկական կրթությունը միայն փաստերի եւ բանաձևերի մեջ չէ, այն մարդկանց եւ սոցիալական կապերի մեջ է, որ փոխում են քեզ եւ աշխարհը դեպի երանելի ու ցանկալին։ Ինչպես գրել է մեկը. «Ուր կան մարդիկ, մարդը թող կյանք լինի նրանց համար»։ Այբը հենց այդ վայրն էր, որտեղ մարդ լինելն ու մարդ մնալը կարևոր էր։ Հիշում եմ, ինչպես էինք միասին սպասում սեղանատան դիմացի հատվածում, որտեղ աշակերտներն արդեն ավելի շատ խոսում էին, քան լսում։ Այն օրը, երբ բոլորս լռությամբ նայում էինք դպրոցից դուրս եկող երեկոյան մառախուղին եւ զգում, որ մեր մեջ արդեն ինչ-որ բան փոխվել է։ Եվ իմ ուղերձը այբ համայնքին, այս հրաշալի, բազմերանգ եւ անընդհատ զարգացող ընտանիքին մեկն է։ Երբեք մի բավարարվեք նրանով, ինչը չափազանց հեշտ է։ Երազեք մեծ ու անհասանելի ձևերով։ Գտեք ձեր ճանապարհը, բայց ոչ թե հարմար եւ ապահով մեկը, այլ այն ճանապարհը, որը պահանջում է ձեզ տալ ձեր ամբողջ ներուժը, որովհետեւ մենք հենց այդպես ենք սովորել այստեղ, այբում, եւ հենց այդպիսին պետք է լինենք աշխարհում։ Շնորհակալություն։
Կյանքի երկու կարևորագույն օրերը նրանք են, երբ ծնվում ես եւ երբ հասկանում ես ինչի համար ես ծնվել, ասել է Մարկ Տվենը։ Ես վստահ եմ, որ մենք այսօր կանգնած ենք երկրորդ հացի սահմանագծին։ Յուրաքանչյուրիս մեջ ապրում է փնտրտուքը, մեր նպատակի, մեր տեղը աշխարհում գտնելու ցանկությունը։ Մենք փորձում ենք հասկանալ ինչու ենք այստեղ եւ ինչ ենք ուզում թողնել մեզանից հետո։ Երբ առաջին անգամ գնացի այբ բաց դռների օրը, դպրոցի շրջայցի ժամանակ ինձ պատմեցին տարվա շրջանավարտների ընտրության ավանդույթի մասին։ Այդ պահին հոգու խորքում ես խոստացա ինձ. մի օր իմ անունը կգտնվի նրանց շարքում։ Այն պահից սկսած այբը դարձավ ինձ համար ոչ միայն սովորելու վայր, այլ նաև իմ երազանքների եւ նպատակների հենասյունը։ Երբ առաջին անգամ մտնում ես դպրոց, թվում է թե ճանապարհներն անվերջ են, ընտրություններն անսահման։ Բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, ամեն ճանապարհ քեզ համար չէ, ամեն հնարավորություն քեզ չի լցնում, չի ոգեշնչում, չի տալիս կյանքի իմաստ։ Ես այսօր կանգնած եմ այստեղ, որովհետև ինձ հաջողվել է փրկտուքի մեջ գտնել իմ ճանապարհը։ Չեմ ասին, որ այն հեշտ է եղել, հաստատ չեմ ասի, որ այն ավարտված է։ Բայց ես գիտեմ, իմ ընտրած ուղին կստիպի ինձ միշտ առաջ գնալ, ստեղծել։ Այբ դպրոցը ինձ համար հենց այն վայրը դարձավ, որտեղ ես սկսեցի որոնել այդ ճանապարհը։ Իսկ ինժեներական ակումբը այնտեղը, որտեղ դարձավ ինքն փնտրտուքը դարձավ ավելի կոնկրետ եւ ավելի իրական։ Երբ սկսում ես կառուցել, ծրագրեր խնդիր լուծել, հասկանում ես ինչպես պատասխանատվություն է նպատակ ընտրելը։ Ես հասկացա, որ ուզում եմ ստեղծել ոչ միայն նախագծեր, այլև արժեք, որ ուզում եմ անել մի բան, որն օգտակար կլինի մարդկանց, կտա լուծում եւ կփոխի իրականություն։ Իհարկե, դա նշանակում է, որ անդադ պետք է սովորել, սխալվել եւ ջան գործադրել։ Բայց հենց դա է այն ճանապարհը, որը թեև դժվար է, սակայն ամեն օրվա ավարտին տալիս է բավարարվածություն։ Այսօրվանից մենք շրջում ենք նորից։ Դա նոր սկիզբ է, բայց մեզ հետ մնում է ամենաթանկ բանը։ Այստեղ ստացած փորձը, մարդկային կապերը եւ արժեքները։ Վստահությունը, որ ամեն ճանապարհ հաղթահարել է, երբ գիտես ուր ես գնում։ Իմ ուղերձը այբ համայնքին մեկն է. երբեք մի բավարարվեք քչով, երբեք մի վախեցեք մեծ երազանքներից։ Այս դպրոցը մեզ սովորեցրեց մտածել սահմաններից դուրս, եւ հենց այդ մտածողությունը պետք է միշտ մեզ հետ լինի։ Թող ձեր նպատակները չսահմանափակվեն միայն անձնական հաջողությամբ։ Հավատացեք ձեր ճանապարհին, աշխատեք դրա համար եւ երբեք մի կորցրեք համարձակությունը մտածելու, ստեղծելու եւ դեպի լավը փոխվելու։ Շնորհակալություն։ Այժմ բեմ ենք հրավիրում Եվա Մուրադյանին, Անի Բարոյանին, Դավիթ Դավիդյանին ներկայացնելու շնորհակալական նամակը։ Իմ եւ ծնողներիս առաջին այցելությունը այբ դպրոց եղավ բաց դռների օրը։ Տնօրեն Դավիթ Սահակյանի այն խոսքը, որ այբ դպրոցը կրթության հնարավորություն է տալիս ցանկացած ընտանիքի լավագույն աշակերտներին, հավատն էր շնչեց։ Բայց չէի էլ պատկերացնում, որ կդառնամ այն աշակերտներից մեկը, որոնք կլինեն այբ ավագ դպրոցի սան։ Իսկ շատերը կօգտվեն նաև ամբողջական ֆինանսական աջակցությունից ու կացարանում բնակվելու հնարավորությունից։ Այդ պահից սկսած դպրոցը մեզ համար պարզապես ուսումնական հաստատություն չէր։ Այն դարձավ դեպի երազանքներ տանող ճանապարհի սկիզբ։ Սա իմ պատմությունն էր, բայց վստահ եմ, նման մի պատմություն յուրաքանչյուրս ունենք։ Յուրովի, անկեղծ ու նույնքան երախտապարտ։ Когда 3 года назад мы вступили в Айб, у нас внутри была какая-то сумятица. Страх в сочетании с воодушевлением, неопределенность и в то же время уверенность, что здесь в нашей жизни произойдут какие-то перемены. Здесь мы научились ошибаться, спрашивать и развиваться. Мы научились учиться, и как внутренний голос, так и все вокруг убеждали нас. Ты можешь, и мы смогли и поднялись благодаря вам. И вот сегодня, на пороге окончания школы, я понимаю, эти 3 года не просто путь каждого из нас. Это история, которую, не зная нас, создали вы. Благодаря вашей поддержке образование стало прочной основой для нашего будущего. Здесь, в Айб, мы приобщились не только к наукам, но и к ценностям. Научились быть творческими и инициативными. Но всего этого не было бы без созданной вами опоры. Your presence was with us in every classroom, in every project, in every decision-making moment. Your faith in us made us believe in ourselves. Your trust became a strong bridge between us and our future.
Today we are graduating, but through our choices and your support, a path was set in motion, one that is still unfolding. And we know that one day we will give back, perhaps not to you directly, but to someone else who, like us, will be given the chance to lean on, to grow, and to dream. Your contribution has become our inspiration, your quiet kindness our emotion, and your faith our guiding direction. Thank you for choosing us and believing in us. Ваш вклад стал нашим вдохновением, ваша негромкая доброта – нашей миссией, и ваша вера – нашей путеводной звездой. Спасибо за то, что вы выбрали нас и поверили в нас. Ձեր ներդրումը դարձավ մեր ներշնչանքը, ձեր լրակյաց բարությունը մեր առաքելությունը, եւ ձեր հավատը մեր ուղղությունը։ Շնորհակալություն, որ դուք ընտրեցիք եւ հավատացիք մեզ։ Շնորհակալություն շրջանավարտներին, բարերարներին ուղղված նամակի համար։ Իսկ այժմ մենք անցնում ենք մեր արարողության հանդիսավոր հատվածին, որը կբացվի 13-րդ դարի վարդապետ Վարդան Արևելցու սրբոց թարգմանչած շարականով, որ կզարդարեցին։ Բեմում դարձյալ Այբ դպրոցի երգչախումբն է։ Այժմ բեմ ենք հրավիրում Այբ ավագ դպրոցի տնօրեն Մերի Հովսեփյանին, մանկավարժական խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, աշակերտական համայնքի ավագ համակարգող Արմինե Բաբայանին, Այբ շրջանավարտների ակումբի նախագահ Եվա Արևիկյանին, Այբ ավագ դպրոցի ավարտական դիպլոմները եւ Այբի մենտորության ծրագրի հավաստագրերը հանձնելու համար։ Խնդրում եմ բոլոր շրջանավարտներին կանգնել, որպեսզի ներկաները ճանաչեն ձեզ։ Հարգելի տնօրեն, հավաստում եմ ձեզ, որ այս շրջանավարտները համապատասխանում են Այբի աշակերտի արժեքային նկարագրին եւ միջնորդում եմ ձեր առաջ շնորհելու նրանց Այբ դպրոցի շրջանավարտի կոչում։ Հարգելի տնօրեն, ներկայացնելով մանկավարժական խորհուրդը եւ օգտվելով ակադեմիական ու կրթական մասի իմ լիազորություններից հավաստում եմ ձեր առաջ, որ այս շրջանավարտները կատարել են ուսումնական չափորոշիչներով սահմանված բոլոր պահանջները եւ միջնորդում եմ շնորհելու նրանց Այբ դպրոցի շրջանավարտի կոչում։
առաջնորդվելով հոգաբարձուների խորհրդի կողմից ինձ տրված լիազորություններով եւ ընդունելով աշակերտական համայնքի համակարգողների եւ մանկավարժական խորհրդի նախագահի միջնորդությունները, մեծ սիրով եւ հպարտությամբ շնորհում եմ ներկայացված աշակերտներին այբ դպրոցի շրջանավարտի կոչում։ Այբ շրջանավարտների ակումբի հարգելի նախագահ, առաջնորդվելով այբ ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի կողմից ինձ տրված լիազորություններով, ներկայացնում եմ այս շրջանավարտներին, համոզված լինելով նրանց համապատասխանությանը այբի կրթական եւ արժեհամակարգային չափանիշներին եւ խնդրելով ձեզ ընդգրկել նրանց այբի մենթորության ծրագրում։ Ներկայացնելով այբի շրջանավարտների համայնքը եւ լինելով մենտոր, մեծագույն ուրախությամբ ընդգրկում եմ այս անհատներին այբի մենտորության ծրագրում որպես այբի սաներ։ Բարի գալուստ այբի շրջանավարտների համայնքի մեծ ընտանիք։ Սրանով սերունդների համագործակցության պատմության եւս մեկ էջ ենք բացում, ել ավելի հզորացնելով մեր համայնքը, ամրապնդելով կապերը եւ փոխօգնության գաղափարը հասցնելով նոր բարձունքների։ Այժմ շրջանավարտները կարող են մոտենալ ու ստանալ այբ դպրոցի ավարտական դիպլոմներն ու այբի մենթորության ծրագրի հավաստագրերը։ Արարողությունը խորհրդանշում է շրջանավարտների անցումը դպրոցից դեպի հասուն կյանք։ Այբի աշակերտի կարգավիճակից դեպի այբի շրջանավարտի ու մենթորության ծրագրի սանի կարգավիճակ։ Տիգրան Մխիթարյան, Փայլակ Ուրուսյան, Տիգրան Նազարյան, Տաթև Քոչարյան, Արամ Մկրչյան, Վլադիմիր Նացականյան, Մհե Ենգիբարյան, Լեոն Խաչատրյան, Կարինա Մուրադյան, Աննա Ուրումյան, Հարություն Քոչարյան, Վահագն Ալոյան, Անի Բարոյան, Ինա Խաչիկյան, Էլենա Հարությունյան, Արփինե Ազոյան, Էմին Կոգանյան, Արնո Գյուրջինյան, Լուսինե Գյուլզադյան, Արամեդ Արփինյան, Անդրանիկ Իսոյան,
Արմեն Նացականյան, Սամվել Արաքելյան, Նարեկ Ղազարյան, Վազգեն Հակոբյան, Լյովա Սարգսյան, Մեսրոպ Պետրոսյան, Դավիթ Դավիթյան, Սևակ Միկիչյան, Նոյ Խառատյան, Պերճ Պալուլյան, Աննա Խաչատրյան, Գոհար Գրիգորյան, Էլեն Նուրիջանյան, Լիլիաննա Ժամհարյան, Միլենա Սանտրոսյան, Էլեն Շահնազարյան, Լիլիթ Յուզբաշյան, Նանե Հակոբյան, Ռոբերտ Բեգլարյան, Իննա Զախարյանց, Եվա Մուրադյան, Էրիկ Ճաղարյան, Աստրիկ Խաչատրյան, Սաթենիկ Դավթյան, Վիկտորիա Ավանյան,
Մարգարիտ Մանուկյան, Այբական կյանքը լի է ուրախալի ձեռքբերումներով, նշանակալի իրադարձություններով եւ ուսումնական նվաճումներով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Այբ դպրոցի 2024-2025 ուսումնական տարին տեսաշարով։ Ողջույն, ես Նոնեն եմ։ Ողջույն, ես Դավիթն եմ։ Ես առաջի դասանից սովորում եմ Այբ դպրոցում եւ մի քանի ժամից արդեն պաշտոնապես կդառնանք Այբ դպրոցի շրջանավարտ։ Եվ հիմա մենք ուզում ենք ձեզ հետ միասին նորից անցնել այդ ճանապարհով, տեսնենք այս տարվա ընթացքում ինչ հաջողություններ եւ ձեռքբերումներ ենք ունեցել։ Իսկ ես երկրորդ դասարանից եմ ստեղ սովորում։ Ես չեմ մոռանա այն առաջին օրը, երբ ես մտա մասնաշենք։ Բայց այսօր խոսել ենք ոչ թե մեր մասին, այլ մեր դպրոցի մասին։ Գնացինք։ Այս տարի մեկնարկում է մեկ նոր խոշոր ծրագիր, որի արդյունքում Այբի տարածքում կառուցվել է նոր մասնաշենք։ Դրա մասին պատմում է մեր տնօրեն Դավիթ Սահակյանը։ Այս տարի մենք սկսեցինք մի մեծ նախագիծ, Այբ ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման եւ ապագայում նաեւ կառուցման նախագիծը։ Այդ մասնաշենքը իր ծավալներով լինելու շատ ավելի մեծ, քան այսօր բոլոր մասնաշենքերը միասին վերցրել։ Նպատակը ավագ դպրոցի ընդլայնումն է։ Կրկնապատկել աշակերտների թիվը, որպեսզի այն աշակերտները, ովքեր սովորում են ֆինանսական աջակցությամբ, իսկ դուք գիտեք, որ մեր մոտ այս տարիների ընթացքում ավագ դպրոցի աշակերտների մոտ 70%-ը սովորում է բարերարների աջակցությամբ, ընդլայնել այդ աշակերտների թիվը եւ հնարավորություն տալ Հայաստանի բազմաթիվ երեխաներին ստանալ լավագույն դպրոց։ Նախագիծը իրականացվում է Դանիական խոշորագույն Բիգ ճարտարապետական ընկերության, Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի եւ որպես պրոյեկտի կառավարիչ Պրոդեկո ընկերության հետ համատեղ աշխատանքների շնորհիվ։ Նոր ավագ դպրոցի կառուցումը եւ ըստ այդ աշակերտների թվի ավելացումը պահանջելու է մեծացնել կրթավճարային ֆոնդը, որպեսզի կարողանանք այդ բազմաթիվ երեխաներին հնարավորություն տալ կրթություն ստանալ անկախ ծնողների ֆինանսական կարողություններից։ Եվ այդ նպատակով նոյեմբերին նաև մեկնարկեցինք նպատակային դրամագլխի ստեղծման աշխատանքները եւ յուրախություն բոլորից մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արդեն ունենք խոստումներ բարերարին։ Այբ համակարգի եւս մեկ դպրոց Դիլիջանի կենտրոնական դպրոցը սեպտեմբերից կունենա ավագ բաղադրիչ, որտեղ կրթությունը կկազմակերպվի միջազգային ճանաչում ունեցող արարածան բակալավրիատ ծրագրով։ Հիմա մի քանի խոսք թվերով։ Իսկ հիմա ակադեմիական գծով եւ ավագ դպրոցի տնօրեն Մերի Հովսեփյանը կխոսի մեր շատ սիրելի ուսուցիչների մասին։ Այս տարին եւս բացառություն չէր եւ մեր ուսուցիչները ներգրաված են շատ տարբեր ծրագրերում։ Բացի այն, որ հմտանում էին իրենց մասնագիտության մեջ, նաեւ փորձում էին իրենց ձեռքբերումները կիսել ավելի լայն ուսուցչական համայնքի հետ։ Այդ աշխատանքների շրջանակներում տպագրել են հոդվածներ, որոնք լույս են տեսել Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Այդ աշխատանքները հնարավորություն կտան մասնագետների ավելի լայն շրջանակի ծանոթանալ այն մոտեցումներին, որոնք կիրառվում են մեր դպրոցում։ Դրանից բացի մեր ուսուցիչները մասնակցել են տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ համաժողովների Հայաստանից դուրս, որտեղ ներկայացրել են Այբի փորձը։ Այբի իրական ուժը աշակերտներն են։ Եկեք տեսնենք ինչ հաջողություններ են ունեցել այս տարի։ Այբապատոմ նախագծի շրջանակում Այբ դպրոցի աշակերտները այցելել են 9 դպրոց, ինչպես նաև հյուրընկալել են համագործակցող դպրոցների աշակերտների։ Ջինիշյան Լիշատակի հիմնադրամի կողմից անցկացվող երիտասարդությունը ներգրաված հասարակության մեջ հանրապետական մրցաշարում Այբ դպրոցի բանավեճի ակումբը հանրապետական փուլում զբաղեցրեց առաջին տեղը։ Գյութե ինստիտուտի հետ մեր համագործակցությունը շարունակվում է։ Գերմաներեն ընթերցանության մրցույթում հաղթող է ճանաչվել Տարեկ Խոնդկարյանը։ 10 եւ 11-րդ դասարանից Մարիա Մելիքյանը, Մարգարիտա Ատոմյանը եւ Նարե Մհերյանը ստացել են կրթաթոշակ Դրեզդենում մասնակցելու 3 շաբաթյա դասընթացի։
Հայաստանի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիայի համագործակցությամբ անցկացվեց Հայաստանում առաջին մանկապատենական սնոուբորդի մրցաշարը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց 6-րդ դասարանի աշակերտ Աշոտ Օհանյանը։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականների համապատասխանաբար Վանինե Ավետիսյանը եւ Մանվել Հովագիմյանը։ 11-րդ դասարանի աշակերտ Աննա Դանիելյանը առցանց ձևաչափով մասնակցել է Ինդոնեզիայի Բալի քաղաքում տեղի ունեցած կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլին եւ ստացել արծաթյա մեդալ մրցանակ։ 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Գնալոյանը ներկայացնելու է Հայաստանը աշխարհագրություն առարկայի միջազգային օլիմպիադայում։ Բնագիտական առարկայախմբի նախաձեռնությամբ աշակերտները մասնակցել են գիտուժի գիտական ֆանտաստիկա շարքում։ Մեր 12 աշակերտները մասնակցել են Մոսկվայի Լետովը դպրոցի հետ համատեղ իրականացված փոխանակման ծրագրին։ Մարիաննա Աթայանը, Դավիթ Դավիթյանը, Էլեն Ավետիսյանը եւ նախագծի ղեկավար Ռուբեն Քերոփյանը ծանր մետաղներ ջրում նախագծով հայկական համադպրոցական գիտության փառատոնին ստացել են գլխավոր մրցանակ եւ Լեհաստանում մասնակցել են երիտասարդ գիտնականների մրցույթին։ Կանաչ քիմիա ակումբի ծանր մետաղները ջրում նախագիծը Սոֆիա Սեյրանյանի, Արեն Բաղդասարյանի, Արման Անդալյանի եւ Մեսրոպ Պետրոսյանի մասնակցությամբ հաղթել է հայկական համադպրոցական գիտության փառատոնին եւ սեպտեմբերին Լատվիա մասնակցելու է Եվրամիության երիտասարդ գիտնականների մրցույթին։ Նույն փառատոնին առաջին կարգի մրցանակային տեղ են զբաղեցրել ակումբի Flextract եւ ծանր մետաղները ջրում նախագիծը, իսկ TerraFix նախագիծը զբաղեցրել է երկրորդ տեղ։ Մուլտիմեդիա ակումբի Սիրո մի կյանք Շառլ Ազնավուր հեռուստաֆիլմը հաղթող է ճանաչվել Ռոլան փառատոնի երեխաների համար անվանակարգում։ Rochester ակումբը համերգային ծրագրով հանդես է եկել Կերոն հիմնադրամի երաժշտական մետրո նախագծում եւ դպրոցական ֆիլհարմոնիայի ծրագրում, ինչպես լսարան կրթական կոնֆերանսի եւ Նյու Մեգ ամառային փառատոնի շրջանակում։ IB հյուրատկություններից մեկն է նախագծային ուսումնառությունը, որտեղ մենք սովորում ենք անելով։ Այս ուսումնական տարի IB կրկին ունեցել է բազմաթիվ համագործակցություններ եւ հանդիպումներ։ Իսկ մինչ այդ մենք այդ դպրոցում սեղացել ենք սեղաններով 24870 անգամ, ազգային պարեր ենք պարել 257 ժամ, սեղանատանը մենք դաս ենք արել 134 ժամ, Հայաստան դահլիճում մենք հանգստացել ենք 82 ժամ եւ ֆուտբոլի դաշտում մենք ֆուտբոլ ենք խաղացել 62 ժամ։
Սիրելի շրջանավարտներ ու հյուրեր, մեր հանդիսությունը կավարտենք Ստեփան Լուսիկյանի Ազատ Հայաստան երգով, այբի երգչախմբի կատարմամբ։ Դաշնամուրի մոտ է Աննա Արզումանյանը։ Սիրելի այբ համայնք, շնորհակալ ենք ձեր ներկայության եւ այս կարևոր ու հուզիչ պահը մեր շրջանավարտների հետ կիսելու համար։ Այսպիսով, այբի 2025 թվականի ավարտական հանդիսությունն ավարտված է։ Բարի օր բոլորին։ Իսկ այժմ բոլորին հրավիրում ենք ավանդական փափուռիի։ Պարում է այբ համայնքը։